Բարև բոլորին, այսօր ցանկանում եմ խոսել վերջին ժամանակաշրջանում Հայաստանում ակտիվ քննարկման առարկա դարձված IMEI կամ նույն ինքը բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների հավաքագրման օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Վերջին օրերին այն բավականին ակտիվ քննարկվում էր Հայաստանում։ Ես փորձել եմ մանրամասն ուսումնասիրել այդ օրենսդրական նախաձեռնությունը, միջազգային փորձը, հիմնական ստանդարտները եւ կուզեմ իմ գաղափարներով այս տեսանյութի շրջանակներում կիսվել այն ամենի մասին, ինչը որ կարծում եմ հետաքրքիր կլինի այս օրենսդրական նախաձեռնության մասին։ Նախ եւ առաջ, ինչպես բոլորը տեղյակ են, 2026 թվականի հունիսի 25-ին կառավարությունը հավանության արժանացրեց էլեկտրոնային հաղորդակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի գաղափարը կանում է հետեւյալում, որ յուրաքանչյուր բջջային հեռախոս, որն ունի համապատասխան IMEI, այսինքն միջազգային նույնականացուցիչ բջջային հեռախոսի, դա գրանցվի համապատասխան շտեմարանում եւ այդ տվյալները պետությունը տիրապետի հեռախոսների սև շուկայի դեմ պայքարելու համար։ Առաջին հայացքից բնականաբար այս նպատակը բավականին իրավաչափ արդարացված է թվում, բայց այն ունի մի շարք փոխկապակցված հարցեր, որի վրա ես կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել։ Նախ եւ առաջ ինքնին օրենսդրական նախաձեռնության շրջանակներում շատ կարեւոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում այդ IMEI կոդը, որի վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որպես այդպեսին այն յուրաքանչյուր բջջային հեռախոսին բնորոշ բացառիկ նույնականացուցիչն է, այսինքն չկրկնվող 15 նիշանոց համարն է, որը հնարավորություն է տալիս նույնականացնել անձի հեռախոսը, այն չկրկնվող կոդ է։ Այսինքն որպես այդպեսին յուրաքանչյուր հեռախոս ունի ընդամենը մեկ միջազգային նույնականացուցիչ եւ դրանով այն տարբերվում է մնացած այլ բջջային հեռախոսներից։ Պետությունը ինչ է առաջ քաշում, այն գաղափարը, որ այդ միջազգային նույնականացուցիչների գրանցման միջոցով հնարավոր կլինի պայքարել բջջային հեռախոսների ներկրման դեմ։ Որպես այդպեսին, երբ որ մենք ամբողջ աշխարհում ուսումնասիրում ենք միջազգային փորձը, կարող ենք հանգել հետեւյալին, որ որպես այդպեսին գոյություն ունի երկու հիմնական մոդելներ, ընդհանրապես սև շուկայի, գողացված հեռախոսների, անօրինական շրջանառության մեջ գտնվող հեռախոսների դեմ պայքարելու համար։ Մի մոդելը դա կոչվում է white list, երկրորդ մոդելը կոչվում է black list, այսինքն սև եւ սպիտակ ցուցակներ։ Այս օրենսդրական նախաձեռնությունը ինքը հանդիսանում է հենց սպիտակ ցուցակի արտահայտում, ինչու, որովհետեւ պետությունը ի սկզբանե հավաքագրում է բոլոր տվյալները եւ այդ սպիտակ ցուցակում ներառված միայն այդ բջջային հեռախոսներն է թույլատրելու շրջանառության մեջ, որպեսզի դրանք գործածվեն, օգտագործվեն։ Իսկ այն հեռախոսները, որոնք այդ սպիտակ ցուցակի մեջ չեն լինի, փաստացի դրանք կարգելափակվեն եւ հնարավոր չի լինի այդ բջջային հեռախոսներն օգտագործելը։ Դրան զուգահեռ ամբողջ աշխարհում կա սև ցուցակ կոչվածը, որը black list-ն է։ Դրա գաղափարն արտահայտվում է նրանում, որ պետությունը ստանալով տեղեկություններ գողացված հեռախոսների մասին, միմիայն դրանք է արգելափակում։ Այսինքն կանխավարկածը որպես այդպեսին աշխատանքի փոխվում է։ Ոչ թե պետությունը սկսում է բոլորի բջջային հեռախոսների նույնականացուցիչները հավաքել, այլ ստանում է միայն այն նույնականացուցիչները, որոնք վերաբերվում են գողացված հեռախոսներին, անօրինական շրջանառության մեջ գտնվող հեռախոսներին եւ նոր դրանք արգելափակում են։ Իսկ մեթոդն ու սկզբունքը էապես տարբերվում է իրարից, այդ թվում նաեւ հավաքագրվող տվյալների ծավալի առումով, որովհետեւ մի բան է, որ ամբողջ հասարակության, ամբողջ պետություն տարածքում բնակվող բնակիչների բջջային հեռախոսների նույնականացուցիչները հավաքագրվեն, այլ բան է, երբ որ պետությունը հավաքագրի միայն այն տվյալները, որոնք որ վերաբերվում են անօրինական շրջանառության մեջ գտնվող կամ գողացված բջջային հեռախոսների տվյալները։ Մյուս կարևոր հանգամանքն կայանում է նրանում, որ երբ որ մենք ուսումնասիրում ենք այս օրենսդրական նախաձեռնությունը, որ ներկայումս հավանության արժանացավ կառավարության կողմից, այն նախատեսում է հնարավորություն, որ այդ տվյալները, որոնք որ կհավաքագրվեն, այդ տվյալները նաև հնարավոր կլինի փոխկապակցվել այլ շտեմարանների հետ, մասնավորապես դրա մասին ուղղակիորեն նշված է օրենսդրական նախաձեռնությունում, որտեղ նշվում է, որ օրենքով, կանոնակարգով, ենթաօրենսդրական այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում կապահովի փոխանակման շերտի միջոցով կապ այլ տվյալների շտեմարանների հետ, այսինքն ստացվում է, որ այն տվյալները, որոնք որ հավաքագրվելու են, հնարավորություն է ընձեռնվելու, որ դրանք ունենան փոխկապակցվածություն այլ տեսակի շտեմարանների հետ, որի մասին այս պահին օրենսդրական նախաձեռնությունը լրում է։
Ընդհանրապես սա հետ կապված շատ կարևոր մի շեշտադրում է պետք անել, որ ինքնին օրենսդրական նախաձեռնության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում շատ քիչ տեղեկություններ կա այն ամբողջ պատկերի մասին, որ իրականում այդ տվյալների հավաքագրմամբ կարող է իրականում տեղի ունենալ։ Ինչու՞, որովհետև օրենսդրական նախաձեռնության մեջ օրինակ կա կետ, որտեղ նշված է, որ ադմինիստրատորը, որ զբաղվելու է այդ տվյալների շտեմարանի հետ կապված աշխատանքներով, այն կարող է հավելյալ արժեքի մշակմամբ մատուցել թվային այլ ծառայություններ։ Այլ ծառայությունների ներքո ցանկացած բան կարելի է հասկանալ։ Ավելին, շատ հետաքրքրական է այն հանգամանքը, որ երբ որ Հայաստանում բուռն քննարկումներ սկսվեցին այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված, ընդամենը օրեր անց կառավարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ, նշվեց, որ տվյալ պարագայում որևիցե անձնական տվյալ չի հավաքվելու, այս միջազգային նույնականացուցիչը ինքը անձնական տվյալ չի հանդիսանում եւ ընդհանրապես այդ շտեմարանի մեջ որևիցե արժեքավոր բան չի հավաքվելու եւ եթե նույնիսկ այն մտավախությունները, որոնք որ առաջ են քաշվում, որ այդ շտեմարանը օրինակ կարող է ենթարկվել հակերային հարձակման այսպես կոչված, ապա ինչ է լինելու այդ տվյալները, ապա կառավարության փաստարկն էր, որտեղ քանի որ արժեքավոր տեղեկատվություն չկա, ապա ոչ մի կարևոր բան էլ տեղի չի ունենա, ոչ մի արժեքային նշանակություն ունեցող տվյալների արտահոսք տեղի չի ունենա։ Բայց իրականում, երբ որ մենք ուսումնասիրում ենք օրենսդրական նախաձեռնություն, նախ եւ առաջ անձնական տվյալների հետ կապված։ Երբ որ նշվում է, որ անձնական տվյալները այդտեղ չկան, մենք նույն օրենսդրական նախաձեռնության պարզ ընթերցանության պայմաններում պարզ է դառնում, որ հետեւյալ մի միտք կա նշված, որ երբ որ շարժական բջջային կապի օպերատորը բջջային հեռախոսների այդ միջազգային նույնականացուցիչների շտեման ձևավորվի եւ դրա աշխատանքները համապատասխանաբար սկսվեն, ապա օպերատորները պարտավոր են լինելու ադմինիստրատորին տրամադրել շարժական կապի ցանցին միացված բջջային հեռախոսների դրանք օգտագործող հաճախորդի անձնական տվյալները։ Սա ուղղակիորեն մեջբերում է օրենսդրական նախաձեռնությունից։ Այսինքն այդ օրենսդրական նախաձեռնությունում ուղղակիորեն նշվում է անձնական տվյալների տրամադրման եւ այդ շտեմանում ենթադրաբար այդ անձնական տվյալների տեղայնացման մասին, որպեսզի նաեւ այդ համակարգը կարողանա աշխատել։ Հետևաբար ստեղ նաև որոշակի առումով առկա է էական հակասություն այն պաշտոնական հրապարակման մեջ, որը արվել էր, եւ օրենսդրական նախաձեռնության բուն տեքստի միջև, որտեղ տեքստը ամեն դեպքում խոսում է անձնական տվյալների հավաքագրման մասին։ Երբ որ մենք ընդհանրապես միջազգային փորձն ենք ուսումնասիրում այս բջջային նույնականացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, ապա պարզ է դառնում հետևյալը. տեխնիկական, խիստ տեխնիկական տեսանկյունից այս թիվը 15 նիշանոց թիվը, որ համարվում է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչը, շատ նեղ իմաստով անձնական տվյալ եզրույթի ներքո միգուցե կարող է չտեղավորվել, բայց հարցը կայանում է նրանում, որ այդ տվյալը երբ որ համադրվում է անձնական այլ տվյալների հետ ամբողջության մեջ, այն հնարավորություն է ընձեռում նույնիսկ վերահսկելու անձի շարժը։ Ինչու, որովհետև միջազգային բազմաթիվ ուսումնասիրությունների շրջանակներում առաջ է քաշվում այն մոտեցումը, որ այդ բջջային նույնականացուցիչը ինքը հնարավորություն է տալիս տեխնիկական տեսանկյունից ապահովելու բջջային հեռախոսի կապը ալեհավաք կայանի հետ եւ բնականաբար հնարավորություն է տալիս նաեւ շահագործել այդ բջջային հեռախոսը։ Այսինքն հնարավորություն է տալիս նաև այդ բջջային հեռախոսի շարժը հասկանալ, ինչ հետագիծ է ունեցել, որտեղ է գտնվել, որ ալեհավաք կայանից է սպասարկվել, վերջ-վերջո այս տվյալները իրենք ունեն ֆունդամենտալ կարևոր նշանակություն եւ զգայուն բնույթի տեղեկություններ են։ Հետևաբար տեխնիկական տեսանկյունից այն մեկնաբանությունը, որ այդ բջջային նույնականացուցիչը անձնական տվյալ չի հանդիսանում, այնքան էլ իրավաչափ լինել չի կարող, որովհետեւ անձնական տվյալների ընդհանուր շղթայի մեջ, այսինքն այն համադրելով այլ տվյալների հետ ու հատկապես հաշվի առնելով, որ օրենսդրական նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում, ոչ շտեմանը համադրվի այլ շտեմանների հետ, բնականաբար այն մտավախությունները, որոնք որ առաջ են քաշվում անձանց վերահսկման, շարժի վերահսկման, այլ տվյալներին հասանելիություն ստանալու, այն արդարացված է եւ բնականաբար հարցեր է առաջ քաշում անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Եվ դրանով է նաև պայմանված այն հանգամանքը, որ իմ կողմից նշված միջազգային փորձի շրջանակներում, երբ որ ես խոսում եմ սպիտակ եւ սև ցուցակների մասին, աշխարհում GSMA-ը, որը համարվում է օպերատորների միջազգային ասոցիացիան, խորհուրդ է տալիս, որ պետությունները որպես կանոն գնան այսպես կոչված սև ցուցակի ճանապարհով, այսինքն հնարավորություն տալով արգելափակել բացառապես այն հեռախոսները, որոնք որպես այդպեսին ի սկզբանե տեղեկություններ են հայտնի, որ դրանք գտնվում են անօրինական շրջանառության մեջ,
ոչ օրենքով սահմանված ընթացակարգերով են ստացվել կամ գողացված հեռախոսներ են, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ պետությունը տեղեկություններ է ստանում այդ հեռախոսների անօրինական շրջանառության մեջ գտնվելու մասին, բայց ոչ երբևէ հակառակ կանխավարկածով սկսում է հավաքել բոլորի բջջային հեռախոսների տվյալները եւ այդ ճանապարհով պայքարում է այսպես կոչված սև շուկայի դեմ։ Մյուս կարևոր հանգամանքը, որի վրա ես եւս կցանկանայի ուշադրություն հրավիրել, դա այն է, որ ինքնին օրենսդրական նախաձեռնությունը բազմաթիվ հարցեր վերապահում է տարբեր փաստաթղթերին։ Օրինակ, նույն այդ ադմինիստրատորը ենթադրվում է, որ ունենալու է որոշակի լիազորությունների շրջանակ, որը նախատեսվելու է հատուկ կանոնակարգով։ Կանոնակարգը հաստատվելու է կառավարության կողմից, բայց այն որպես այդպեսին օրենսդրական նախաձեռնության ճանապարհով չի ընդունվելու։ Այսինքն ինքնին կարգը խորհրդարանական վերահսկողության չի ենթարկվելու, չի անցնելու օրենքով սահմանված մակարդակով մարդու իրավունքների նկատմամբ միջամտություն իրականացնելու չափանիշին, որը շատ կարևոր է, այն բարձր շեմ է ենթադրում եւ բոլոր դեպքերում այն չի կարող զուտ տեխնիկական բնույթի շատ ճկուն փոփոխվող փաստաթղթի շրջանակներում կարգավորել այս տիպի զգայուն բնույթի հարցերը։ Ընդհանրապես, երբ որ մենք ուսումնասիրում ենք միջազգային փորձը այս օրենսդրական նախաձեռնության հետ կապված, պարզ է դառնում հետեւյալը. Հայաստանը իրականում ոչ առաջին, ոչ վերջին երկիրն է ըստ էության, որտեղ քննարկվում է այսպիսի օրենսդրական նախաձեռնության ընդունման հնարավորությունը, որով բոլոր անձանց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչները կարող են հավաքագրվել։ Իրականում հետաքրքրություն են հանգամանքը, որ շատերը նաև ես տեսա համացանցում նշել էին, որ կան տարբեր երկրներ, նշվում էր, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի եւ մի շարք այլ երկրների փորձը, որոնք որ ժողովրդավարության, իրավունքի գերակայության տեսանկյունից առաջին հորիզոնականներում չեն գտնվում եւ չեն համարվում նաեւ Եվրոպայի խորհրդի առաջադեմ երկրները, այդ երկրներում է այսպիսի մոդել որպես այդպիսին գործում, բայց քչերը թերևս գիտեն այն մասին, որ բազմաթիվ երկրներում նաև փորձ է արվել այսպիսի համակարգ ներդնելու, գրեթե նույն պատճառաբանությամբ, բայց այն ոչ իրավաչափ է ճանաչվել բարձր դատարանների կողմից։ Այդպիսի երկրներից են Մեքսիկան, Քենիան, օրինակ, ինչով է հետաքրքրություն ներկայացնում Մեքսիկայի փորձը, ուրեմն 2022 թվականի ապրիլի 25-ին Մեքսիկայի բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել այն օրենսդրական նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում էր անձանց բջջային հեռախոսների այլ տվյալների հավաքագրումը, որ իրականացվելու էր այն պարզ նպատակով, որ ոչ թե պայքար լինելու հեռախոսների սև շուկայի, այլ առավել բարձր շեմեր առաջ քաշվում, այն որ հաշվի առնելով Մեքսիկայում տարածված վատ փորձառությունը, որ տարբեր անձինք բջջային հեռախոսներ օգտագործելով անձանցից շորթում էին անում, առևանգումներ էին տեղի ունենում, այսինքն առավել բարձր շեմով պայմանավորված, օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշվել, բնականաբար նաև տվյալների հավաքագրման մասշտաբը մի փոքր ավելի ընդարձակ էր, բայց Մեքսիկայի բարձր դատարանը գտել էր, որ այս օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրական է եւ հիմնական պատճառաբանությունը կայանում էր նրանում, որ իրավապահ մարմինները իրականում ունեն անհրաժեշտ գործիքակազմ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումների պայմաններում, որ իրենց հնարավորություն է տալիս պայքարելու հանցավորության դեմ։ Այսինքն հիմնական գաղափարն արտահայտվում է նրանում, որ որպես այդպիսին պետական իրավասու մարմիններն իրականում ունեն բավարար գործիքակազմ, բավարար իրավական մեխանիզմներ հանցավորության դեմ պայքարելու համար եւ լրացուցիչ գործիքակազմ անձանց անձնական տվյալների հավաքագրման միջոցով իրավաչափ լինել չի կարող եւ այդ մոտեցումը նաեւ հակասում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության երաշխիքներին։ Այս քննարկվող հարցի համատեքստում իրենց բավականին մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրականում Քենիայի փորձը, որտեղ բավականին վերջերս 2024 թվականին փորձ էր կատարվել նույն պատճառաբանությամբ, այսինքն սև շուկայի դեմ պայքարի ներդնել այսպես կոչված համակարգ, որտեղ որ պետք է գրանցվեին անձանց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչները եւ ստեղծվեր համապատասխան ռեեստր, շտեմարան պետության իրավասու մարմինների, մասնավորապես այնտեղ այդ տվյալները հավաքագրվելու են իրենց պետական եկամուտների կոմիտեի իրավասության ներքոյին մնալու եւ դրանով պետությունը պայքարելու էր այսպես կոչված սև շուկայի դեմ բջջային հեռախոսների եւ այս հարցը Քենիայում քննարկվել էր բարձր դատարանում սահմանադրականության տեսանկյունից եւ գրեթե 1 տարի առաջ 2025 թվականի հուլիսի 18-ին Քենիայի բարձր դատարանը գտել էր,
որ այդ օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրական է։ Հիմնական պատճառաբանությունները, որոնք որ դրվել էին դատական ակտի հիմքում, ես գրեթե ամբողջությամբ կարդացել եմ դատական ակտը, ուսումնասիրել եմ նաև այն դիմումը, որ ներկայացվել էր Քենիայի բարձր դատարան, իրականում շատ հետաքրքիր են փաստարկները, որոնք որ առաջ են քաշվում։ Հիմնական պահանջը փաստարկումը նրանում էր կանում, որ իրականում անձանց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչները իրենք հենց իմ կողմից նկարագրված եղանակով անձնական տվյալների ընդհանուր շղթայի մեջ են գտնվում եւ հնարավորություն կստեղծեն անձանց վերահսկելու, որպեսզի մոտեցումը ընդունելի եւ համատեղելի լինել չի կարող մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքների հետ։ Եվ Քենիայի բարձր դատարանը հետաքրքիր արձանագրումներ էր կատարել այս առնչությամբ, հղում անելով նաև Կանադայի բարձր դատարանի կողմից մասնավոր կյանքի անձեռնմխելիության, մասնավոր կյանքի լեգիտիմ ակնկալիքի իրավական երաշխիքներին եւ արձանագրել էր, որ իրականում մենք որպես այդպիսին ապրում ենք մի իրականությունում, որը որ թվային միջավայրն է եւ այդ թվային միջավայրի վերահսկման հնարավորությունների առկայության դեպքում մարդիկ կխուսափեն իրենց ամենօրյա ռեժիմով օգտվել բջջային հեռախոսներից։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բջջային նույնականացուցիչները, որը դրանք դրված է դիմումի հիմքում, իրենք կարող են հնարավորություն տալ անձանց վերահսկելու։ Եվ հետեւաբար հենց այս համատեքստում է կարևոր այն հանգամանքը, որ իրականում նաև անձանց մոտ ձևավորվող մտավախությունը անձնական տվյալների վերահսկման, անձնական տվյալների առանց որոշակի ժամկետի սահմանափակման հավաքագրման տեսանկյունից բավականին խնդրահարույց են, որովհետև ամեն դեպքում նաև այս օրենսդրական նախաձեռնությունը, որը որ Հայաստանում շրջանառվել է եւ հավանության է արժանացել կառավարության կողմից, բացի այն փաստարկներից, որ պատշաճ-հանրային քննարկում չի անցել, բացի այն հանգամանքից, թե ինչ խնդրահարույց հանգամանքներ է պարունակում, նաև շատ կարևոր է նկատել այն հանգամանքը, որ փաստացի այն օրենսդրական նախաձեռնության տեքստի պայմաններում, որ շրջանառվել է, այդ պայմաններում ստացվում է, որ չկա որևէ կարգավորում, թե ինչ ժամկետով են այդ տվյալները հավաքագրվելու, արդյոք լինելու է այդ տվյալների ոչնչացման համակարգ, ինչ վերահսկողություն է իրականացվելու այդ տվյալների պատշաճ օգտագործման նկատմամբ։ Սա ունի ֆունդամենտալ կարևոր նշանակություն։ Բոլոր դեպքերում, երբ որ մենք խոսում ենք անձնական տվյալների հավաքագրման մասին, պետության առաջին միջազգային պարտավորությունը, թե մարտհրավերն Եվրոպական դատարանի վճիռներով, որոնցում արտահայտված են իրավական դիրքորոշումներ իրավական երաշխիքների մասին, թե ընդհանուր առմամբ տարբեր միջազգային զեկույցներում տեղ գտած ուղեցույցային չափանիշների տեսանկյունից կարևոր նշանակություն ունի արտաքին վերահսկողությունը, թե պետությունը ինչ մեխանիզմներ ունի վերահսկելու, այսինքն գործադիր իշխանությունից դուրս անկախ անկողմնակալ մարմինների կողմից սահմանելու վերահսկողության հնարավորություն, որպեսզի այդ տվյալները կամայական ոչ իրավաչափ ձևով չօգտագործվեն, անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ կամայական միջամտություն տեղի չունենա։ Սա ունի խիստ կարևոր նշանակություն։ Եվ ամենակարևորը օրենսդրական նախաձեռնությունում, ինչպես նշեցի, չկա խոսք խորհրդանական վերահսկողության մասին եւ առհասարակ նույնիսկ փորձ է արված տարբեր իրավական կարգավորումներ նախատեսել ենթաօրենսդրական ակտերով, դրանով իսկ նաև նույնիսկ կարգավորումների մակարդակում առանձին հարցերի նախատեսումը հեռացնելով խորհրդանական վերահսկողության տիրույթից, ինչը եւս խնդրահարույց է սահմանադրական բազմաթիվ կարգավորումների տեսանկյունից։ Թեևս ամփոփելով այս տեսանյութում իմ կողմից առաջ քաշված փաստարկները, ես ցանկանում եմ ընդգծել մի շատ կարևոր հանգամանք, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից, այդ թվում թե Եվրոպայի խորհրդի անդամ տարբեր պետությունների, թե իմ կողմից նշված Մեքսիկայի, Քենիայի եւ ընդհանրապես տարբեր այլ երկրների բարձր դատարանների կողմից մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության երաշխիքների տեսանկյունից կարևոր է փաստել այն հանգամանքը, որ անձանց բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների հավաքագրումը վտանգ է պարունակում առ այն, որ անձանց մոտ այդ ակնկալիքը, որ իրենք մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքներից պաշտպանված է, էապես կնվազի, ինչը իր հերթին կնպաստի թվային միջավայրի օգտագործման հնարավորությունների նվազեցման, որովհետև անձինք որպես կանոն կխուսափեն իրենց բջջային հեռախոսները հաճախակի օգտագործելուց, առհասարակ իրենց հետ A կետից B կետը տեղափոխելուց, թվային տարբեր ծրագրեր օգտագործելուց, որը որպես կանոն պետությունների առաջնահերթությունն է հանդիսանում նպաստել թվային միջավայրի զարգացմանը եւ ընդհանուր առմամբ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի տեսանկյունից, ինչպես ես նշեցի, այդ անհամաչափ մեծամասշտաբ բնույթի տվյալների հավաքագրումը իրականում կարող է լինել խնդրահարույց, որովհետև չկան իրավական երաշխիքներ, չկա արտաքին վերահսկողություն, չկան ժամկետներ, չկա հստակ լիազորությունների ծավալ, չկա այդ տվյալների օգտագործման սպառիչ ցանկ,
անհասկանալի է այն պետական տուրքը, որը եւս պիտի վճարվի շտեմարանում այդ տվյալները մուտքագրելու համար, ինչպես նշված է օրենսդրական նախաձեռնության մեջ, եւ այսպես շարունակ։ Այս մտահոգությունները շատ են եւ դրանք չփարատելու դեպքում եւ առհասարակ, ինչպես միջազգային մարմիններն են նշում, սև ցուցակի, այսինքն blacklist-ի ճանապարհով չառաջնորդվելու պայմաններում բազմաթիվ հարցեր են առաջ գալու, թե ինչու է պետությունը այս օրենսդրական նախաձեռնությունը առաջ կացնում եւ վերջ-վերջո թե արդյոք այն ուղղված է բջջային հեռախոսների սև շուկայի դեմ պայքարելու համար, թե հետապնդում է այլ նպատակներ։